Ինձ համար պարզ դարձավ, որ ռուսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ էապես չի փոխվել հենց ամենասկզբից, եւ ռուսական կայսրությունը իր ջանքերը խրեց մեր տարածաշրջանի մեջ։ Տեսա, որ ռուսների ու ջհուդների քաղաքականությունը Հայաստանի դեմ համընկնում են։ Իրականում նրանց վերաբերմունքը հայոց պետականության հանդեպ հետզհետե վատթարացավ, եւ դրա պարզ ապացույցն այն է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ներխուժումից հետո մեր այն պատմական տարածքները, որտեղ բնակվում էին հայեր, աստիճանաբար փոքրացան։ Մի քիչ խորանալուց հետո հասկացա, որ մեծ հայքի կերտումը հակասում է ոչ միայն թուրքական եւ սիոնիստական շահերին, այլև ռուսականին։ Կրեմլը գիտի, որ մենք ենք իսկական տերը այս տարածաշրջանի եւ մեծ հայկական պետության հաստատումը միայն խոչընդոտ կլինի նրա կայսերական նկրտումների հանդեպ։ Իրականում ոչ մի կայսրություն չի ցանկանա, որ իր սահմանին, իր քթի տակ լինի հզոր ազգային պետություն, որը կարող է սպառնալիք հանդիսանալ նրա ազդեցությանը։ Այդ է պատճառը, որ Ռուսաստանը մեզ գրեթե միշտ դավելով թիկունքից հարվածել է, երբ մենք թուրքերի դեմ ազատագրական պատերազմ ենք մղել, անկախ նրանից, որ 1921 թվականի Լենին-Քեմալ պայմանագիրը կնքելուց առաջ իրար դեմ պատերազմել են 13 անգամ։ Իրականում մեզ հայերիս համար առանձնապես նշանակություն չունի, թե որքան կսրվեն թուրքերի, ռուսների կամ սիոնիստների միջև հարաբերությունները, կամ որքան իրար դեմ կպատերազմեն ու իրար կկոտորեն, քանի որ նրանք կրկին կհամախմբեն ու դաշին կկնքեն մեր անկախ պետականության դեմ, երբ տեսնեն, որ Հայաստանը փորձում է նորից ոտքի կանգնել եւ ուժային գործոն դառնալ այս տարածաշրջանում։ Պետք է դադարենք սին հույսերով ապրել, որ այս Ռուսաստանի 300 տարվա կայսրությունը կարող է փոխել իր հիմնարար դիրքորոշումը միայն այն բանի համար, որ օրինակ Ադրբեջանում ձերբակալվում են հանցագործ ռուս քաղաքացիները։ Դա պարզապես զավեշտալի է։ Նույնիսկ ամենահաշտ բարեկամները կամ ամուսինները երբեմն վեճեր են ունենում։ Ռուսաստանի նման պետությունները այդպիսի պարզունակ ու միաչափ մոտեցում չեն ցուցաբերում աշխարհաքաղաքականության հանդեպ։ Նման դեպքերով միայն մեզ նման քաղաքականապես պարզամիտ ու դարերով անկախ պետականություն չունեցող ժողովուրդներին կարող են խաբել։ Ռուս, թուրք եւ սիոնիստական չարաբաստիկ ուժերին միշտ համախմբել է եւ միշտ է կհամախմբի հակահայկականությունը, եւ սա չպետք է մոռանալ, քանի որ նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում կերտվի իրապես ինքնիշխան ու անկախ Հայաստան։ Եկեք դադարենք սին հույսերով ապրել, կարծելով, թե նրանց միջև վեճերից Հայաստանը կարող է մեծ ու երկարատև օգուտ քաղել։ Եկեք առերեսվենք իրականությանը եւ գիտակցենք, որ միայն մեր սեփական ուժերի վրա հենվելով եւ վճռական պայքարին պատրաստվելով մենք կարող ենք դիմադրել այս գիշատիչներին։ Որքան էլ փորձենք անտեսել այս ճշմարտությունը, միևնույն է, ստիպված ենք լինելու գնալ այդ պայքարին, ինչպես մեր ազատամարտիկները գնացին մոտ 35 տարի առաջ։ Որքան շուտ սա գիտակցենք, այնքան ավելի լավ կկարողանանք դիմակայել գալիք փոթորիկին։